առավոտյան համ պատրաստից տեսանյութեր հանելը և խոսելը շատ ավելի ճիշտ է, քան երբ նախօրոք մտածես կամ սցենար գրես, ինչպես անում են յութուբերները, կամ խոսես նախօրոք պլանավորած թեմայի մասին։ Մի անգամ եմ փորձել և դա չի հաջողվել այնպես, ինչպես ես կուզենայի, նախ որովհետև ես խոսելիս անընդհատ փոխում եմ իմ միտքը, փոխում եմ իմ ասելիքը, միտքս ու բառերը արդյունքում այնպես են փոխվում, որ իմ նախնական տեքստից, խոսքից բան չի մնում, և այդ ամբողջ ժամանակ իսկապես էմոցիոնալ առումով հոգնում ես, դրա համար համապատրաստից լավը չկա, մի փոքր միտքդ կենտրոնացնես և խոսես զգացածիդ մասին, այն ինչի մասին այդ պահին ուզում ես հաղորդակցվել, կամ ինչը քո համար ուզում ես պարզել, վերջապես ինչը հիմա ես անում եմ, առաջին հերթին ինձ է պետք և ուրախ կլինեմ, որ ինչ-որ մեկին էլ, այո, պետք է։ Մեր այգում եմ, հիմա այսպես նայում եմ, լավ խոտածածկ է, ծառերը ծաղկել են, առաջինը ծաղկել է բալենին, կեռասենին և սալոր ունենք, սալորը։ Իմ նկարահանելու ժամանակ, ուրեմն գյուղում ինչքան ձայներ կան, լսվում են։ Նախկինում ես այսքան ձայներին ուշադիր չէի եղել, մեկ էշն ա զռում, մեկ հնդուհավի ձայնն ա, աքլորներն անսպառ, կորուստից հետո կամ երբ մարդը կյանքի այնպիսի հարված է ստանում, որ դրանից հետո կարողանում է բարև հարևանուհիս խոսքս բարևով կտրեց։ Ինչ էի ուզում ասել, որ երբ մենք անում ենք կյանքի ծանր հարված և դրանից հետո կարողանում ենք ապրել, կյանքը խորությամբ ենք զգում, դա այդպես է, յուրաքանչյուր մանրուք սկսում ենք նկատել, հիմա իմ մոտ էլ է այդպես, բնության ձայներն էլ, կենդանական աշխարհն էլ, թռչուններն էլ, ամպն էլ, եղանակն էլ, ամեն ինչի հանդեպ զգայուն եմ դարձել, նկատում եմ
մի կողմից լավ է, մի կողմից ցավ եմ զգում, որ ես չունեմ այն հոգեվիճակը, որ կարողանայի ինչպես ասում են, վայելել կյանքը։ Դրա համար մարդիկ կարող են եզրակացնել, որ առօրյա փոքրիկ դժվարությունները կամ այնպիսի բաներ, որոնցով կարելի է ուրախանալ, դա չպետք է անտեսել և հետո միայն զգալ ծանր իրավիճակներից հետո, կորուստից հետո։ Սա խաղարկված բնության տեսարան չէ, սա մեր այգին է, որը ժամանակին ինձ հոգնեցրել էր։ Եվ ես հաճախակի ասում էի, հոգնել եմ բնության գրկում լինելուց, բայց այսօր էլ ուրիշ բան չի մնացել։ Հանգստություն այս բնության գրկում գտնելը, որովհետև իմ տարիքում հասկանում եմ և եկել եմ այն եզրակացության, որ նախ պետք է անկեղծ լինել, առաջին հերթին մարդը ինքը իր հետ պետք է անկեղծ լինի, որ հասկանա ինչ է ուզում, ապա կարևորի, գնահատի այն ամենը, ինչ դեռևս ունի և փոքր քայլերով առաջ գնա։ Կյանքում ցավոք սրտի հասնել չկա, այսինքն ուր ենք գնում մենք, ինչին ենք հասնում։ Չէ՞ որ ի վերջո մահը ամփոփում է ամեն ինչ, չէ՞ որ այդ կյանքի աբսուրդ ասածը գոյություն ունի և մենք չունենք բոլոր այն պատասխանները, որը տալիս ենք նման դեպքում, երբ մահը կա, ապա ինչին ենք ձգտում մենք մեր գիտակցական կյանքում, ինչին ենք ձգտում հասնել։